Ներդրումներ կապի մեջ, աճ կայունության մեջ։ Այս խորագրի ներքո Թբիլիսիում ընթանում է Մետաքսի ճանապարհի 5-րդ հոբելյանական համաժողովը։ Հայտարարություններով հանդես են եկել Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետերը։ Նրանք խոսել են այդ երեք երկրները կապող գլխավոր ուղղությունների, այդ թվում միջին միջանցքի դերի մասին։ Շեշտը դրվել է խաղաղության, կայունության, զարգացման ու նշված ոլորտներում համագործակցության վրա։ Թբիլիսին Մետաքսի ճանապարհի համաժողովի շրջանակներում 2 օրով հյուրընկալում են մոտ 2300 պատվիրակների ավելի քան 70 երկրներից։ Այդ թվում վարչապետերի, տարածաշրջանի երկրների փոխվարչապետերի, տարածաշրջանից դուրս երկրների ոլորտային նախարարների, առաջատար համաշխարհային ընկերությունների, միջազգային փորձագետների, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Վրաստանի հանդբոլի ազգային ֆեդերացիայի նախկին նախագահը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։ Դատախազությունը հետաքննություն է անցկացնում պետական աուդիտի ծառայության զեկույցի հիման վրա։ Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ 2019-2021 թվականներին օգտագործելով իր մոտ գտնվող ֆեդերացիային պատկանող այցեքարտերը տարբեր բանկոմատների միջոցով բանկային հաշիվներից հանել է գումար եւ անօրինական կերպով յուրացրել Վրաստանի հանդբոլի ազգային ֆեդերացիային պատկանող 464,496 լարի, ինչը պատճառել է մեծ չափի նյութական վնաս։ Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի D եւ 3-րդ մասի B ենթակետերով պաշտոնական դիրքի չարաշահմամբ կատարված խոշոր չափի գումարի յուրացում, ինչը նախատեսում է 7-ից 11 տարի ժամկետով ազատազրկում։ Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մեղադրանքով, միջնորդությամբ նշված է դատախազության հաղորդագրության մեջ։ Վրաստանում ձերբակալվել է Ուկրաինայի եւ Բելարուսի մեկական քաղաքացի, առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանն ու վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Թբիլիսիում մեղադրյալների անձնական իրերի, մեքենաների եւ բնակարանների խուզարկության արդյունքում որպես ապացույց գրավել է վաճառքի համար փաթեթավորված ալֆա-ՊՎՊ թմրանյութի չափազանց մեծ քանակություն։ Բարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները նաեւ արգրավել են թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Հանցագործությունները նախատեսվում են մինչեւ 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Բաթումիում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի։ Նա մեղադրվում է Վրաստան առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութեր ապօրինի կերպով ձեռք բերելու, պահելու եւ ներմուծելու մեջ։ Նա իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է Սարփի սահմանային անցակետում, երկիր առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութեր անօրինական կերպով ներմուծելու փորձի ժամանակ։ Որպես ապացույց գրավել են մեթամֆետամին եւ կոկաին։ Հանցագործությունը նախատեսվում է մինչեւ 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունն անդրադարձել է Reuters-ի կողմից հրապարակված տեղեկատվությանը, որի համաձայն հոկտեմբերի 6-ին Կայսեր տանկերը Ռուսաստանի Նովորոսիյսկի Սևծովյան նավահանգստից Կուլիևի նավթային տերմինալ է բերել 105,340 տոննա ռուսական Սիբիրյան թեթև դասի նավթ։ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության հայտարարության մեջ ասվում է. Պանամայի դրոշի ներքո նավարկող Կայսեր նավը 2025 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ը գտնվում էր Կուլիևի նավահանգստում։ Նավը չի գտնվում միջազգային պատժամիջոցների ներքո եւ չի գտնվում որևէ պատժամիջոցների ենթարկված կազմակերպության հետ կապված ընկերությունների ցանկում։ Եկամուտների ծառայությունը եւս տարածել է հայտարարություն։ Հաստատվել է, որ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում Կուլիևի նավահանգիստ մտած նավի ու նավատեր ընկերության, ինչպես նաև բեռն ուղարկող եւ ստացող ընկերությունների վրա։ Մենք լիակատար պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ տարածված տեղեկատվությունը ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, ասվում է հայտարարության մեջ։ Մոսկվան Վաշինգտոնին է հանձնել ոչ պաշտոնական փաստաթուղթ, որում Ռուսաստանը պահանջում է ամբողջական վերահսկողություն հաստատել Արևելյան Դոնբասի վիճելի տարածքի նկատմամբ։ Reuters-ը հրապարակել է բացառիկ տեղեկատվություն, պնդելով, որ ԱՄՆ-ին մասնավոր հաղորդագրությամբ ուղարկված պահանջը մերժում է ԱՄՆ նախագահի առաջարկը սառեցնել հակամարտությունը գոյություն ունեցող առաջնագծի երկայնքով։ Սրա հետ մեկտեղ լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն հենց Մոսկվայի կոշտ դիրքորոշումն ու կրակի անհապաղ դադարեցումից հրաժարվելն են այն պահանջները, որ Թրամփի եւ Պուտինի միջև հանդիպումը մոտ ապագայում այլևս չի նախատեսվում։ ԱՄՆ նախագահն ինքը հայտարարել է, որ չի ցանկանում անարդյունք հանդիպում, չնայած նաեւ նշել է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացել Պուտինի հետ բանակցության վերաբերյալ։
Ռուսաստանը հերքել է արևմտյան լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունների մասին, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջև գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են։ Կրեմլի բանակցային խմբի անդամ Կիրիլ Դմիտրիևը պատասխանել է Financial Times-ի X-ի սոցիալական էջում հրապարակված հոդվածին, ասելով, որ լրատվամիջոցները խեղաթյուրում են Սպիտակ տան նախնիբյուրների կողմից մոտ ապագայի վերաբերյալ արված մեկնաբանությունները առաջիկա գագաթնաժողովը խաթարելու նպատակով։ Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, գրել է Կիրիլ Դմիտրիևն իր սոցիալական էջում։ Սրա հետ մեկտեղ Հունգարիայի վարչապետը եւս հաստատել է, որ Բուդապեշտում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, չնայած օրը դեռ հստակեցված չէ։ Նախարար Գիվի Միքանաձեն խոսել է կրթության նոր բարեփոխման մասին։ Առաջին ալիքի ակտիվ թեմա մագազին ցածե եթաղորդման ժամանակ նախարարը հայտարարել է, որ 11-ամյա կրթության վերաբերյալ վերջնական որոշումը դեռևս չի կայացվել, բայց եթե այդ որոշումը կայացվի, ապա դրան նախապատրաստվելու ժամկետը կլինի առնվազն 2 տարի։ Ըստ Գիվի Միքանաձեի, միասնական ազգային քննությունների փոփոխման կամ վերանայման հարցը չի քննարկվում։ Վրաստանի Դուշեթի համայնքապետարանում բացվել է հանրային պաշտպանի շրջանային գրասենյակ։ Միջոցառման շրջանակներում խոսվել է շրջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակի եւ օմբուդսմենի գործունեությունում ցխեթամթյանեթիում բնակվող բնակչության իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու եւ խթանելու ուղղությամբ։ Այս պայդրությամբ հանրային պաշտպանի ապարատի շրջանային գրասենյակները գտնվում են 11 տարբեր քաղաքներում։ Վրաստանի մշակույթի նախարարն Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆլորենցիայի Մաքս Պլանկի անվան արվեստի պատմության ինստիտուտի տնօրենի հետ։ Նա ղեկավարում է Գելաթիի վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի միջազգային խորհրդատվական խորհուրդը։ Թինաթին Ռուխաձեն ծանոթացել է Ֆլորենցիայի Սեն Ջովաննի մկրտարանում ընթացող պահպանողական աշխատանքներին։ Ի գիտություն պրոֆեսոր Ռոբերտո Նարդիի գլխավորությամբ իրականացվում է Գելաթիի խճանկարի վերականգնման աշխատանքները։